Prof Alliance 17 տարի շուկայում խոշոր եւ միջին բիզնեսի հաշվապահության վարում հաշվապահական եւ հարկային ոլորտի խորհրդատվություն ակտիվների գույքագրում Prof Alliance 0 Մի խելացի մարդ շատ վաղուց ասել է, ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, հետո ավելացրել է, իսկան մարդիկ, որոնք անգամ դա չգիտեն։ Ես գիտեմ, որ ես Եգոր Գլումովն եմ, և ես գիտեմ, որ մենք սկսում ենք երեկոն շանթում։ Գնացինք! Այսօրվա մեր գլխավոր հերոսը ամեն ինչ գիտի, որովհետև նա գիտակ է։ Բայց իրականում նա նորից և նորից փորձում է իր կյանքը փոխել։ Ինչպես հիմա կհասկանանք, այսօրվա գլխավոր հերոսը մի մարդ է, ում ես ճանաչում եմ տասնյակ տարիներ, իսկ միգուցե դուք էլ ավելի շատ։ Պարոն Արման Աբովյան! Sun Project և գեղեցկուի Մարիամը, պարոն Աբովյան այստեղ է, ծապահորում եմ նաև ձեր երաժշտական ճաշակին, քանի որ այսօր հնչելու են ձեր սիրված երգերը, ամենադժվարը այս ընթացքում ինձ լինելու անդադ պարոն Աբովյանն ասել պարոն Աբովյան, որովհետև առհասարակ առօրյայում մենք իրար պարոնով չենք դիմում, չնայած լավ կլինի նաև հայ հային պարոնով դիմի, ինչու ոչ։ Հարգանքի նշան է դա։ Ես եւ դուք առհասարակ հասարակության մեջ։ Դե ինձ թվում է որ չպետք է արհեստականություն լինի։ Իսկ ոչ արհեստական։ Դե ոչ արհեստական իհարկե, եթե օրինակ անծանոթ մարդու ես տեսնում, իհարկե պարոնով կամ դուքով, բայց դրա հետ մեկտեղ միշտ տարբերվել ենք ինչով մնացածից։ Մենք հայերս։ Հա, որովհետև մենք չունենք, չէ՞, անձնական տարածք ընդհանրապես։ Այո։ Ահա, բոլորս բոլորից տեղյակ ենք, բոլորից ամեն ինչ գիտենք, բայց դրա հետ մեկտեղ էլ
Ես դժվար եմ պատկերացնում, որ օրինակակում բարև ձեզ պարոն Գլումով։ Բարև ձեզ պարոն Աբովյան։ Պատկերացնում եմ դեմքիդ արտահայտությունները։ Պարոն Աբովյան, բոլորին հետաքրքրում է, արդյոք դուք որպես բնիկ քանակերտցի կապ ունեք Խաչատուր Աբովյանի հետ, ինչ որ բարեկամական, ազգակցական մի Այո։ Ուղղակի զեմլյակ եք եւ վերջ։ Ոչ, այո, ունեմ, չգիտեմ հայերեն ոնց է թարգմանվում, sense մի դե լավ ռուսերենով ասում, внучатый племянник։ Ահա։ Մի ցեղից ենք, մի գերդաստանից ենք, մեր պապերն են, Թորնազարմիկ։ Երիտենցա։ Խաչատուր Աբովյանը մեր բոլորիս հպարտությունն է, բայց ինձ համար մանկուց Խաչատուր Աբովյանը ինքը իրականում հանդիսացել է բարեկամ։ Լոգ որպես դեմ նախապապերից, քանզի մեծացել եմ ըստ էության Խաչատուր Աբովյանի տուն թանգարանում, որը հանդիսանում է իմ պապական տները, որտեղ իմ հորաքույրս, Աչոն հորաքույրս բարևում եմ, որ կամերային նայեմ։ Բոլոր կամերաները Աչոն հորաքույրն են բարևում, ես էլ եմ բարևում։ Բարևում եմ, տատիկս գերդաստանս դա մեր պապական տներն է, այսինքն ես չգիտեմ որքանով է ճիշտ, բայց կարծում եմ տատիս չեր խափի, ես նույն բարորում եմ մեծացել, ինչ հենց Աբովյանը, որովհետև թանգարանում եմ ըստ դե ֆակտո մեծացել։ Ձեր դիմագծերն էլ են նման ինչ որտեղ, թե երբևիցե չեն ասել։ Ասել են, շատ են ասում, բայց դե մի գերդաստան եք, բարեկամ ենք։ Դուք փաստորեն փորձում եք խախտել այն եզրույթը, որ երկու անգամ մեկ գետ չեն մտնում։ Ուզում եք վերադառնալ նույնիսկ ազգային ժողով։ Ինչ է դա ձեզ համար։ Դա հնարավորություն է առաջին հերթին այն գործիքակազմը, որը տալիս է քեզ ազգային ժողովը, այն ուժին, որը ես ներկայացնում եմ եւ պատիվ ունեմ ներկայացնելու, իմ համար մեծ պատիվ է լինել Բարգավաճ Հայաստանում, մեծ պատիվ է լինել Գագիկ Ծառուկյանի կողքին, այն գործիքակազմը, որը տալիս է հնարավորություն իրականում փոխել եւ փոփոխել այն ամենը, ինչ մենք տեսնում ենք։ Շատ པարզ պատճառով, մենք կարանք երկար բարակ նստենք իրար հետ խոսանք, թե ինչ վատ է, կամ ինչ խնդիրներ կան, դե լավ վատը չասեմ։ Երեկոյայի վերջո, ինչ խնդիրներ կան, եւ կա երկրորդ տարբերակը։ Այդ խնդիրների լուծման եղանակները ուղղակի գործիքակազմի միջոցով կարողանաս իրականացնես։ Գայք Ծառուկյանը մի կոնցեպտ էր առաջ բերել եւ այդ կոնցեպտը շնորհակալություն եմ հայտնում բոլոր մարդկանց, ովքեր այդ կոնցեպտի ներքո մասնակցեցին, այդ կոնցեպտի գեներացմանը եւ իրականացմանը խոսքը գնում է առաջարկ Հայաստանի մասին, երբ որ խնդիրը կա, չէ՞, իսկ լուծումը այդ խնդրի տալիս են հենց մարդիկ, ովքեր մեզ հիմա նայում են։ Այսինքն ով ավելի լավ գիտի գյուղատնտեսության խնդիրը խոսքի բացի գյուղացուց։ Ով ավելի լավ գիտի օրինակ դիվանագիտության մեջ ծառացած խնդիրները բացի դիվանագետից։ Ով ավելի լավ գիտի բժշկության մեջ խնդիրները բացի ասեմ քեզ ավելին։ Ով ավելի լավ գիտի տաքսու ոլորտում ծառացած խնդիրները ավելի լավ, քան նույն տաքսի քշող մեր հարգարժան քաղաքացիները։ Եվ այո, մի պլատֆորմ է ստեղծվել եւ այդ պլատֆորմի շրջանակներում ոլորտային լուծումները հենց մարդիկ են գրել։ Սա իրականում աննախադեպ։ Հուսանք, որ ամեն ինչ կփոխվի։ Հիմա մի քիչ խոսենք ծիծաղելու եւ զվարճալի պահերի մասին պարոն Աբովյանի կյանքից, նրանք շատ են։ Իրականում պարոն Աբովյանը ունիկալ անձնավորություն է, օրինակ նա իր օրգանիզմը չի ընդունում ալկոհոլ, կա՞ այդ։ Ալկոդեգիդրոգենազը։ Երբ հասկացաք, որ դա այդպես է, ինչ տեղի ունեցավ, ինչքան ժամանակ պարբերաբար մեկ փորձում եք համոզել ձեր օրգանիզմին, որ միգուցե կյանքում խմել եմ 3 անգամ եւ մշտապես արթնացել եմ հիվանդանոցում կասիլայինի տակ։ Շատ ծանր եմ տարել, դե չի ընդունում օրգանիզմը, բայց գիտես տասնյակ տարիներ իրար ճանաչելով մտքովդ կանցներ, որ ես խմող չեմ, ամենակեֆաներներին ամենաուժեղ քեֆաները ես եմ։ Անշուշտ, այո, ես դրա եմ զարմանում, եթե կան մարդիկ, որոնք որ օրինակ, որոնց որ լեզուները բացվում է, հումորի զգացման այդ բանը, կափարիչը բացվում է, պարային հմտություններն են զարգանում խմելուց հետո, պարոն Աբովյանը այդ ամեն ինչը գրպանում դրած է եւ պետք է հանում է օգտագործել։ Բայց գիտես ամենահետաքրքիրը, նորմալ Ժորժ ջան, ես որ խմում եմ առաջի բաժակը հենց խմեցի, առաջի 15 րոպե գիտես ինչ լավ է։ Հետո մթություն, աշկերս բացում եմ, գեղեցիկ աղջնակ բժշկի շորերով, սեսնայբա սենց եմ, արթնացավ։ Եվս մեկ շատ ծիծաղելի պատմություն, թե ինչպես եք դուք փրկել
ինքնաթիռի մեջ հղի մուսլիմ կնոջը հղի մուսլիմ կնոջը Եգիպտացի դե եգիպտացի մուսլիմ է չէ թեղեպտ է Չէ Եգիպտացի ալսի ուրեմն պատվիրակությունով էդի 19 թիվն է թռնում ենք Ստոհոլմ Այս ժամանակ ես ազգային ժողովի պատգամավոր էի, պատվիրակության մեջ պատվիրակությունը գլխավորում էր այն ժամանակ ազգային ժողովի նախագահ Արարատներ Միրզոյան, մեծ պատկառելի, մեծ sense Հովանեսն էր Հովանեսյան, հիմա ինքը համալսարանի ռեկտորն է։ Մի խոսքով այն մարդիկ լուրջ մարդիկ, այդի вообще абսուրդ է։ Ինչ սա նստել են Կիևից ենք թռնում, ուրեմն թռանք այստեղից Կիևում ոչ շատ տենց հետարքիր պայեսկա ստացվեց Կիևից նստեցինք ինքնաթիռ թռնում ենք մեկ էլ մոտավորապես մի 25 րոպե հետո երբ որ ինքնաթիռը արդեն օդում էր այն որ ստյուարդեսան սենց վազելով սենց կողքովս անցնում մենք էլ նստածենք էկանոմ կլասում բոլորս շուտ զրուցում ենք եւ շատ կարեւոր այց էր Ստոհոլմ ամեն ինչ ստացվեց այդ այցը ես կյանքում չեմ մոռանա դե շարունակություն եք դրա մասին ենք խոսում մեկ էլ սկինը եկավ սենց արեց անգլերեն ասաց մարդա վատացել ես լուրջ եմ քեզ ասում իսկ անգլերը ո՞նց է մարդա վատացել Ես բան ասեց մարդա վատացել լսի ես վեր եմ թռնում ասում եմ ով ու սաղ ինքնաթիռը նայում է վրես ասում եմ դուք բժիշկ եք ասում եմ ինչ կապ ունի ու վազելով արա տենա մի հատ կին է լուրջ եմ քեզ ասում սև շորերով բիզնես կլասում բիզնես կլասի հետ բանը կա, պրախոդը պարկած, սենց համ, ու մեկ էլ սենց մոտեցա, ես արդեսան սենց հայց, մենք իջնում ենք Վիլնյուսում, ասի ոնց Վիլնյուսում, ասում եմ մենք պետք է հասնենք, դե հանդիպում ա բան, եւ այլը ասի ձև չկա, արքան սպասում է, ասի մենք իրենք փրկենք, ու մեկ էլ դե ճնշումներ, բան ինքը հղի էր այդ կինը, Սենց ձեռքը վերցրել եմ, սենց ինչ-որ մատերն եմ բանանում, ընկեր ջուր եմ սենց, չէ, ամեն ինչ չափի մեջ պետք է, տենամ երկու հատ, սենց արապ տղա, սենց գլխից վերև վրես այսպես նայում են։ Նայում եմ ասում եմ, հա, արա, սենց խոսքի խի ինչ, պարզվում ա, չգիտեմ, կամ ամուսիններ, կամ եղբայրներ։ Չի կարելի ուրիշ ես շատ գիտե, ես չգիտեի։ Բայց դուք պատգամավորում լսի, մարդը վատանում է, իրականում կրիտիկական վիճակ է, ծիծաղելու բան չկա, երկու արաբա կանգնած, ու մեկ էլ աշխասն գնում է մեր պատվիրակությունը ուղակի, այսպես գրողները բռնել է, ու մենակ ծվոց եմ լսում այդ կողմից, հիշում եմ, որ ջուրեր, նույնիսկ ջուրն եմ հիշում իշ ջուրեր, էլի, անունը հիմա չտամ գովաշ չլնի, ջուրը բացում եմ սենց բաներ եմ անում, մեկ էլ ես կինը աչքերը բացում է, սենց նայում է սենց համ, thank you, հպարտությամբ, Պարոն Աբովյանը, լոչիկը դուրը բացում է, նայում է, երկու մարդու կյանք է փրկել, ասում եմ, Քշիստոգոլմ, այդ Քշիստոհոլմի վրա, այդ ռեյսը, ուղակի գիտես այդ, Արեստական շնչառություն արել եք այդ մեջ, թե միայն ջուր։ Չէ, այդ երկու տղեն գլխից կանգնած, բայց գիտես ոնց են, շոկի մեջ, ուրեմն ես կարդում եմ աչքերի մեջ, հիմա իրանք ինձ որոշել են սպանեն հիմա, թե հետո։ Հա։ Բայց հետո երբ որ այդ կինը ասաց, երեխան որ ծնվեց, որ տղա լինի, նրան դնել Արման։ Չգիտեմ։ Դες չներկայացա։ Իրանք ամիջացել։ Գնացիք հասակ Շվեդիա, հանդիպել եք նաև Շվեդիայի արքայի հետ, այո, խնդրեմ դա պատմեք։ Շվեդիայի արքան հանդիպում է Պարոն Աբովյանի։ Էական չի։ Մենք ամեն ինչ գիտենք ձեր մասին, մենք ուրեմն հատուկ հետախուզական խումբ ունենք։ Ուրեմն սենց եկել ենք, հանդիպել ենք, տարբեր մեզ արքայի հետ հանդիպման։ Ուրեմն արքանա, իսկ այնտեղ ուղակի կատաղի պրոտոկոլ է, ով որտեղ պետք է կանգնի, ով որ սանտիմետրը պետք է, այդ չես կարա, սենց ուրեմն կանգնել ենք, շարվել ենք մեր պատվիրակությունով Արարատ Միրզոյանն է, եթե չեմ սխալվում, Էդմոններ Մարուկյան, մի խոսքով ֆրակցիաների ներկայացուցիչներ եւ այլն, ես եմ հիշատակեցի Հովանեսներ Հովանեսյան եւ այլն, այսպես կանգնած ենք, որ հիմա պիտի թակավորը գա, մի հատ մարդ է գալի, ասես մտնում է սենց ամեն լսեք ստե, թակավորը որ մտավ, մոտենում է ձեզ,
ասում է իր պրոտոկոլի ղեկավարն է թագավորի, ասում է ձեռը մեկնում է, ձեռը սեղմում եք, ասում եք Your Majesty-ս, ու վերջ, ինքը հանցնում գնում է 2 րոպե տենց ինչ որ խոսում ենք Տյուդորներից, բան, ու տես ծրվում գնում ենք։ Հաբսբուրգների։ Հա, էլի տենց։ Ասեցինք եղավ, լարված ենք, շատ լարված, որովհետև այնտեղ նաև պետք է քննարկվեր Օպսլայի համալսարանում պետք է գնայինք հայկական այնտեղ մեծ պատկերասրահ Օպսլայում, շատ շնորհակալություն Շվեդիայի կառավարությանը, որ Ուպսլա։ այո, հայկական մեր բոլոր, հա, այդ պատմամշակութային իրանց մոտ գտնվող պահպանում են եւ խնայում են շատ շնորհակալություն, բայց այն հիմա տես կանգնած ենք, լարված ենք, շատ լարված ենք, սա ձեր առաջին կյանքի թագավորի հետ, արքայի հետ, այո։ հա։ Մեկ էլ արա ինչ մտքից փչեց շուրեկա, ասում էր, հա, ասեցի, չէ՞ որ միլիմետրով ձեռը սեղմում ու գնում են։ Շուրեկա մեկ էլ մեր պատվիրակությունը ասում եմ, բա հիմա որ ինքը եկավ ձեռը մեկնեց, sense խփեմ ձեռին, ասեմ բարև թագավոր ախպեր ու պաչեմ, ինչ պետք է լինի որ Այս ով կար, սս նայեցին որ ես դա չի ծիծաղելին էնա որ ինձանից հավատացին որ ես տես բան կանեմ։ Ու այդ պահին մտնում է թագավորը, որ թագավորը մտնում է մոտենում է բարևում է սկզբից Միրզոյանին, դες բարևելով գալիս է մեկ էլ ձեռը մեկնում է ինձ ու այդ պահին ամբողջ մեր դելեգացիան նայում է ին վրա, ինքը որոշեց որ գլավնին ես եմ։ Ինչ եմ ասում, բան եմ ասում քեզ։ Դե հա ո՞նց ասես նայն, ասի Your Majesty, չասի բարև թագավոր ախպեր։ Ուրեմն խոսակցությունը պետք է տևեր 5-ից 7 րոպե, ախպեր կես ժամ խոսում են, գիտես ինչի մասին ենք խոսում։ Այ ով հիմա նայում է ժողովուրդ։ Վստահաբար մեր պատվիրակության մեջի ժողովուրդը կհաստատի այս պատմությունը։ Մեկ էլ այս մարդը շուռ եկավ, սենց արեց։ Այ մի բան եմ ուզում ձեզ ասեմ, թագավորն է։ Ես ասում եմ, ասա։ Արա ասեց իմ դվարեցի դեմը ասեց, մի հատ ավտոբուսի կանգար կա։ Լսի, լուրջ եմ ասում։ Մոտենում ուսեց ասում եմ, արի պատուանի մոտ ցույց տա։ Արա եկա հայց, մենակ ինձ, սաղ նստած են, մեկ ասում եմ տենում ես այն կանգար, ասում եմ հա, սենց արեց, քաղաքապետարան էի զանգե Ստոհոլմի, ասեցի հանեք, նայեց որ սեցեց մերժին, գիտես ինչ եմ ասը, ուղղակի դելեգացիան մեռավ, գիտես ինչ ասի, ասի լա դրա հեռախոսը տու, այդ հումորի վրա, հա-հայով, հի-հիով, չգիտեմ բանով, իսկ գիտես ինչ ենք նվեր տարել, ինչ էին ուզել մեզանից շվեդացիները։ Ինչ եք տարել շվեդերին։ Բոստան բանջարեղեն։ Կանաչի, սմբուկ, լոլիկ, դե իրանց մոտ թարխուն, ամենակարևորը որ մեկ էլ պարզվեց թագավորը մեր նման մարդ է։ Հա, տեսեք դիմում է քաղաքապետարան մերժում են։ Բայց այդ ֆրազը որ արի բան եմ ցույց տալի պատուանի ու դες կանգառը տենում ես ասում եմ, կանգառած, անգել եմ ասում մերժել են։ Շվեդիանից պարգևեց շատ կարևոր մի, գիտես, բան արտահայտությունը բառը լավը չի։ Ինքը ես այնտեղ ծանոթացա իմ շատ լավ ընկերոջ հետ, իմ շատ մոտիկ ընկերոջ հետ, շվեդահայ Արին Կարապետի, որը պատգամավորը Շվեդիայի պարլամենտում հայ տղա է, բայց դե որ ասված դե ռազվետկեն չեն ասել ծխելու պատմությունը։ Դե պատմեք։ Արա սամալյոտը իջավ, ես էլ ժողովուրդ ծխելը վատ բան է, մի անգամից ասել։ Վնասակար է առողջության համար։ Սամալյոտը իջանք մենք էլ մոլի ծխողներ։ Դե սենց բան կանգնած այդ ուրա բան ձեռով ես էլ տենամ մեջները կանգնածների սենց սևի մեջ շվեդա։ Սևուկ վիկինգ։ Որ լսի, մոտեցել եմ, ինչ ասեմ։ Ասի ապե հայ ես։ Լսի, էջի։ Ինքը պատվիրակու, ինքը հայ շվեդական պարլամենտական բան։ Այս որ է սենց։ Հա։ Ասի բաց դե ոնց ծխենք սենց արեց։ Ստե ծխել չի կարելի։ Արասի կմեռնեմ, ասի միտեղ գնանք։ Կմեռնեմ խայտարակ։ Հա, էլի գնանք ծխենք սենց հետ։ Հասկանում ես Շվեդիա, պատկերացու Ստոհոլմ, Շվեդիա, պատվիրակություն, մեզ սպասում են, ես իմ ծխելու դարդին եմ։ Ասաց, քել։ Գնացիք այրոպորտի հետ։ Արա հետևը։
Այրեպորտի հետևը դեց հատուկ տեղեր ծխելու, ինքը օրենք չի խախտե։ Արին ջան, ես միշտ քեզ պատժաշկա եմ անում։ Պարոն Աբոյան, ունեք նաև արկածներ Շտոկջեկագդայի, այսպես ասած, շրջանակներում, բայց եկեք նորից, այս անգամ Շվեդիա չէ, Իսրայել եք գնացել եւ ամբողջ թիվում սոված եք։ Այ, Ինչու գնացել ենք, ուրեմն Շտոկջեկագդայի մեր գնացել ենք աշխարհի չեմպիոնատ, գնացել էր բավականին պատկառելի Սպորտային Շտոկջեկագդայի Սպորտային Շտոկջեկագդայի մասին է խոսքը գնում։ Շնորհակալություն Կարեն Քոչարյանին, շնորհակալություն Տիգրան Քոչարյանին, Տիգրան Քոչարյանը Սպորտային Շտոկջեկագդայի առհասարակ գիտես, ինչ որտեղ երբը շատերը չգիտեն, բայց Ժորժ ջան գոյություն ունի հեռուստատեսային ֆորմատը, որի sense ամփոփող ուղակի Ռահվիրան եւ առհասարակ հենց այդ մարդկանց ուսերին, այն ինչ որտեղ երբը դա Կարեննա Քոչարյան, շնորհակալություն Կարեն ջան, քո այս 10 նամակներից ավել ջանքերի համար եւ կա սպորտայինը, որտեղ Տիգրաննա Քոչարյան։ Գալիս ենք հրավեր, մասնակցենք Իսրայելում աշխարհի չեմպիոնատին։ Պարզա որ Իսրայել գնալը բան չէ, ինքը մեծ ծախսերը։ Դե պարզա որ այս պարագայում կրկին դիմեցի պարոն Ծառուկյանին, դիմեցինք, ասաց խնդիր չկա, Հայաստանի դրոշը որտեղ բարձրանում է, պետք է մեր օգնեն։ Մի խոսքով։ Պարոն Ծառուկյանը ֆինանսավոր լավ եմ հիշում, ասաց ինչքան գումար է պետք։ Ես էս մտածեցի, ասացի դե ըստ երևույթի օրական դե ինչ $500 ավել ինչ պետք է ծախսենք, չէ՞։ Մենք չգիտեինք Իսրայելը ինչ երկիր է։ Շուտ գումարը ասացինք առանց խնդիրների, ընդ որում ասեմ, բոլորին առանձին աստղերին ինչ որտեղ երբի անվանական կոնյակներ, ընդ Ալեքսանդր Դրուս եւ այլն, ասենց նվերներով, ամեն ինչով։ Ես հիշում եմ անգամ ձեր բանը, մայկեքը, ամեն ինչ, в общем, ոնց պետք է։ Ամենաբարձր մակարդակներով դա կազմակերպեց, պարոն Ծառուկյանը իջանք Իսրայել, երրորդ օրը փողերը պրծավ։ Չկա փող, կա 2 տուփ 20 տարվա կանյակներ, որոնք մենք պետք է համաձայն, պարոն Ծառուկյանի հորդորի խնդրանքի պետք է նվերնել տանք, ու վсё, ու բան չկա, ու 11 նավար։ Ես կմեռնեմ, էլի որ զանգեմ Երևան, ասեմ փող ուղարկեք, բան, բայց դե ահռելի բրատ պրծելա փողերը, չկա, денег нет, no money։ Բայց այդ հյուրանոցը որտեղ մնում ենք, ամենատենց ուժեղ հյուրանոցներ, դե առավոտվա զավտրակներն էլ ամեն ինչով էլի։ Շվեդական սեղան։ Ամեն ինչ։ Ասեմ, տաղավարից 3 անգամ մեծ, ուրեմն թիմը հավաքում էի, թիմակիցներ ջան պիտի պատմեմ։ Թիմը հավաքում էի, ասում էի դու վերցնում ես հացը։ Դու պանիրը։ Դու մեղրը, դու ձուն, դու ջուն չէ։ Ահա։ Դու 10 հատ խաշած ձու տակ գրպանումդ պահած կաս կյանքում։ Չպահես։ Ես խորհուրդ եմ տալի։ Ու տես մեկ ամեն մեկը վերցնում էր, գալիս ենք համարում, տենց սախսս օբշակը լսում ենք։ Այո, տես լսնում էինք ու տենց օրվա մեջ սնվում էինք։ Ու մեկ էլ հյուրանոցը փոխվեց, գնում ենք Իսրայել, մենք Էլատում էինք ու գնացինք Երուսաղեմ։ Էլատը դա Կարմիր ծովի ափին է, այնտեղ ամենաշքեղ հյուրանոցներն են եւ այլ իսկապես, այո։ Հասանք ընդ Երուսաղեմ։ Արա դե այնտեղ էլ զավտրակները ուրի 2 սասիսկ էին տալի իրա պյուրեյով ու վсё։ Ինչ ընդեղից տանը։ Պյուրե չէի կարա դրել գրպանից։ Լսի։ Դեմը արաբական մի հատ խանութ էր, առհասարակ արաբական մշակույթի մեջ Նիսյան ես եմ մտցրել։ Մտել եմ, անե դե պետք է ացուտենք, ինչ ես ծիծաղում։ Մտել եմ, Ալ-Նիսյա։ Մտել եմ մի հատ արաբ տղա էր, սենց ասում եմ բարև ձեզ, ասում եմ էս, բայց փողը, ու մենք սենց հաշվարկել էի, որ մեր թիմակիցներից եւ ես, в общем, Երևան զանգել ենք, փող պետք է ուղարկեին, միջև փողը հասնի, մտել եմ այդ Նիսիայի պատմությունը։ Մեկ էլ ինձ ասում է where are you from? Ես գեդինը կմտնեմ, ասեմ հայ եմ։ Յանի չեմ հասկանում ինչ ասում։ But where are you from? Արա ասում եմ
I'm your brother ասում եմ։ You Arabian, դու արաբ ես։ Ասում եմ Լինզ նայ։ Ես բա նայում ասենց։ Դե լավ, ասում եմ նայ, ասում եմ վերցում ես տետր, բացադրում եմ։ Գրում ես Մախմուդ։ Ասում Մախմուդ ով է։ Լսի։ Ասում կապ չունի։ Կոսկի Մախմուդ։ Դեմը գրում ես 25 շեկել։ Էդ ինչա, ասում եմ էդի որ 10, հետո քո լուրջ եմ քեզ ասում եմ, հետո այդ գումարները կավելանա, ամսվա քեզ փող կբերեն կտան։ Աբարոտդ կավելանա, գիտես ոնց էր ուրախացա։ Հիմա փաստորեն Հիմա գրում էր դեմի հյուրանոցի տարօրինակ մարդ։ Փողը չտվեցինք, բայց գիտես ոնց էր ուրախացել, որ մենք գնում ենք այդ հյուրանոցից։ Դուս եկեք, տո հաջող ձեզ, տո ձեր ցավը տանեմ։ Վերջապես գնում, բա ինչ անենք։ Պարոն Աբովյան, ժամանակն է, որ արդեն այստեղ կա մեր հյուրերից առաջինը։ Հա, իմիջիալս դուք երբ որ պաշտոն ունեիք վարորդ անձնական։ Ոչ, Երբևիցե չեք ունեցել։ Իսկ մի անձնավորություն, որը որ այստեղ կգա հիմա, ունեցել է վարորդ։ Ի տարբերություն ձեզ եւ ինձ։ Եվ դուք եւ ես նրան շատ լավ ճանաչում ենք մոտիկից եւ այդ վարորդը նրան դիմում էր, գիտեք ինչպես, Ագանյոկ Վլադիմիրովիչ։ Ուրա։ Թող գա, հյուրը, ներխուժեք տարած, Ագանյոկ Վլադիմիրովիչ։ Ես դու գիտես այդ պատմությունը։ Սերո Պոհանյան, մեր սիրելի ընկերը, կոլեգան, նաև 100 տարվա պարոն Աբովյանի ընկերը, 150 տարվա իմ ընկերը, այո, մի հատ Ագանյոկ Վլադիմիրովիչի պատմությունից սկսենք։ Դե մեր պատմությունները Աբովյանի հետ, բացի նրանից, որ Երևանում ունենք, մի շարք պատմություններ, ամենածանր պատմությունները իր համար Մոսկվայում էին։ Ու ես սենց ասեմ, ես Աբովյանի մղզավանջն եմ, նախընտրական շրջանում հատկապես, որտև այդքան, ինչքան որ ես ունեմ ապացուցված ինֆորմացիա նրա մասին։ Իհարկե։ Այո։ Ոչ մեկ Ջան, բոլոր ինֆորմացիան լավն է, չէ՞ վատ բան չկա։ շատ լավ ինֆորմացիա, Լավ կոմպրոմատ։ Շատ։ Այո։ Ունեմ ես։ Դե Ագանյոկ Վլադիմիրովիչը հետ իր հետ կապված չի, բայց ինքը ծաղելու բան է, այո, պատմություն։ Որն է, ես մերել էի, որ զանգել էր, որ ուզբեկ էր, չէ՞։ Ուզբեկ էր, հա։ Ուզբեկ մենք մի հատ գործ էինք։ Սիրում ենք, հարգում ենք ուզբեկներին, բայց որ մեկ էլ գործ էինք անում, մի փոքր, այնտեղ բիզնեսի նման բան կար, եւ վարորդ էր պետք։ Ու տենց ստացեց, որ տաքսի էի նստել, եւ վարորդը Ուզբեկիստանից էր, որը ինչ որ ձև ռուսերեն խոսում էր, ինչ որ չափ։ Դե ասեցի վարորդ ես, այո, կարող է աշխատանքա պետք, այո, իսկ երբ կարաս աշխատես, դե սկսվեց կալոտկե կփոխեմ, բենզինը լցնեմ, ես անեմ, եւ հա, ու պատրաստ կլինեմ, դե այցեքարտը ստվեցի, ասեցի ես պահի։ Քո մոտ երբ որ պատրաստ ես, կզանգես։ Ու այնտեղ գրած էր Ագանյան Սերո Վլադիմիրովիչ, պաշտոնով բանով։ Օգանյան Սերո Վլադիմիրովիչ։ Օգանյան Սերո Վլադիմիրովիչ։ Գրած բանով, կիրիլիցայով։ Այո։ Ասենք ճիշտ։ Մյուս կողմից լատինիցայով նույն բանը։ Ու մի օր ես մեր այդ տեղը որտեղ որ գործ ենք անում նստած եմ, որտեղ որ մեզ վարորդը պետք է։ Տունն էինք, Չէ, տունը չէինք, որ չէ, հենց այնտեղ են, որտեղ սաղով էինք այնտեղ։ Սաղ մեր ընկերներով այնտեղ էինք։ Մենք էլ զանգեց, ասեց, ալո, ասեցի, ալո։ Простите, Ագանյոկ Վլադիմիրովիչը можно։ Դու պատկերացնում ենք ինչ օր անգա։ Ու ես սկզբից ես ընդհանրապես շուտ եմ հասկանում ինչա կատարում, բայց այդտեղ ես չհասկացա առաջի վարկյան, երրորդին, որ հասկացա այդ մարդու համար, բացի Վլադիմիրովիչ, էլ ոչ մի ծանոթ բան չկար, Ագանյանը դարձեց Ագանյոկ, իսկ Սերոփը պրոստը շպարտեցնել։ Այդ օր Ագանյոկ Վլադիմիրովիչ։ Այդ օրվանից դառնանք Ագանյոկ Վլադիմիր։ Բայց ինչպես որ Պետք է Ամերիկա թռնի։ Չէ, դա Երևան է իր թափը։ Հա, ճիշտ է, Երևան։ Ես պետք է դա պատմեմ։ Չէ, ես պատմեմ։ Դե լավ, դու սկզբից ես պատմեմ, թող հետո ինքը պատմի, թե ես կուզենամ ինքը այդ հայացքը ցույց տա, որովհետև ուրեմն Աբովյանը որ գալիս էր կամ գնում էր, ու Մոսկվան քարտեզի վրա այն կետներ, որով պետք է անցներ, բարձր մեր մոտ էր մնում։
ու մի հատ մեծ ճանապարհորդություն ուներ, գնում էր ուրեմն Երևանից Ուֆա, Մոսկվայից Ուֆա, Ուֆայից Մոսկվա, Մոսկվայից Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո եւ հետ Մոսկվայից Երևան։ Ու իր տոմսը մոտարապես այս սեղանի չափ էր։ Պատկերացնես մեջ։ Այդտենց տոմս էր էլի իր մոտ։ Այն ժանակ բան չկա, թղթի վրա էր էլի, sense հանում էր, աբոյի նման ռուլոնը քանդում։ Ու քանիսին էս թռնում, արդեն մի 3-4 օր մնացել էր, քան արդեն հոգնել էինք, ասեցին, այո, ահա։ երբ քանիսին էս թռնում, բա 7-ին։ Դե 7-ին էս, ուրեմն 5-ին տնից պիտի դուրս գանք, որտեվ մոտիկ էր օդանավակայանը, կհասնենք տեղ։ Okay, ու մեր ընկերներով սաղով հավաքվել ենք, որ ճանապարհենք։ Հիմա լսի։ Հավաքվել են ընկերները գիտես ովքեր են։ Արյունախում դեմքեր սա։ Նորմալ լավ ընկերներ։ Սենց են որ տենց ման չկա, սաղ ինտելիգենտ լավ տղեկ։ Պարզապես են որ օթից բռնվի թեմա ու սկսենք խոսքի բոլորիս վրա պայթել։ Չէ, Աբովյանը չկա։ Լսի, մտնում եմ սենյակ, արա տոմսը բացում եմ։ Причем այդ սենյակում ինքը առանձին է, մենք իրան սպասում ենք։ Բացում եմ ու մեկ էլ զգում եմ ոնց է մեջքը սառում ու սենց սառը քրտինք է իշնում, գիտես խի, որովհետև սամոլոտս թռել է։ PM-ները խառնել եմ։ Ուրեմն առավոտը 7։ հա։ Հիմա մենք 4 հոգով, 4 ընկեր։ Իրանք պետք է ճամփին ունեն, ես գիտեմ որ էսի ասեմ, էս խոսակցությունը էսա շանթել է, պատկերացրու։ Տարիներով որ դու PM-ից չես հասկանում, բան հիմա սենց Չէ, տեն չէ։ Հա, ու ձեր եկավ սենց եկավ, այ սենց։ Մոտարապես այ սենց էր դա։ Այ սենց մեկին մեկ եմ ցույց տալիս։ Ասում վեր կաց, ուշանում ենք արդեն պիտի գնանք։ Այդ դեմքը թող ցույց տա։ Տենց է, սենց արեց։ Մտածեմ ոնց ասեմ էլի, որովհետև սա Այ սենց դե։ Սենց դե ախպերս վերջ, ոնց հավատ տանեմ։ Բան գնում ես, բան ես ես Ասում եմ վեր կաց։ Ասում եմ, արա բայց դե լավ քաղաք է, էլի կանելի է մի քիչ մենը չեն հասկանում ինչա կատամ։ Մեկ էլ ասեմ ուշանում վեր կա։ Շուրեկա քեզ չէի ասի, Արշակին ասի, Շուրեկա ասում եմ, Արշակ, արա ձենը չեմ կարող արտաբերեմ, ասում եմ, ինչ։ Ասում եմ, սամոլոտս թռել է։ Դա սենց արեց։ Էլի տեն չի ասում։ Սենց ուր։ Սենց արեց։ Վայ։ Ստե պիտի ռուսերեն ասեմ ներող, սենց արեց։ Улетел։ У լրված է, ասում եմ, что улетел, мы опаздываем, հել շուտ գնա։ Արա Արշակ ասեց, կուդա улетел։ Հետո սենց երկրորդ անգամ ասեց, улетел։ Արշակ ասում է, կուդա улетел։ Չենք հասկանում, Կարլսոնի մասին է խոսում, ինքնաթիռի ինչի մասին է խոսում։ Самолет улетел։ Ու պար։ Էդի քեզ ինչ պատմենք, մի 20 տարվա պատմություն է, 20 տարվա Որ այն ժամանակ իհարկե դա մեծ տրագեդիա էր։ Слушай, ու սենց լրված մեկ էլ Ու պատկերացնում ես, Արշակասեց է։ Հա դե լավ մի մտածի, կտանենք ստրոյկա կաշխատես տոմսի։ Դու պատկերացրա որ այդ ես ինչ ասեցի, այդքան երկար ճանապարհ էր։ Քանդվում է։ Չէ, ճանապարհը որ ինքը անցել է, པարզ է, չէ՞ որ փող չունի։ Եթե Տոմսի հարցը մենք հիմա Տոմսի հարցը մենք հիմա չլուծենք, ինքը Մոսկվայում տաջիկների հետ նորմալ է, Ագանյոկ Վլադիմիրովիչի հետ միասին տաքսի պիտի քշի։ Դե Աբովյանի հետ շատ է տենց բան եղել։ Մի անգամ խնդրեցի, ասեցի որ սպասում ենք իրան, ինչ որ գնացել է իր բարեկամին տենա, պիտի մեզ հասնի, հետո նստենք իրար հետ բան։ Ասեցի, լսի, ուրեմն տաքսի ես կանչում, ես հասցեն, Շիրիմետևսկայա սենց։ Ես կբացատրեմ։ Ու ասում եմ, որ չէ, ես չգիտեի, որ Մոսկվայում տաքսիստները ռուսերեն չեն խոսում։ Չէ։ Բայց գիտես, ես տաքսի եմ կանգնած։ Դու մի հատ ասա, ես ինչ ասեցի։ Ասի Շիրիմետևսկայա։ Չէ, ես ասեցի, որ տաքսի ես կանգնացնում, ինչ անես։ Յո զանգեմ քեզ տա։ Ոչ, բացի դրանից։ Վայ ինչ։ Ես ասեցի, որ տաքսիս կանգնացրես։ Տենց արա, որ ռուսերեն խոսալ իմանա։ Լսի, կանգնած եմ, Հասկանում ես, չէ՞ որ։ Здравствуйте, макро ռուսերեն ասում։ Здравствуйте։ Ասում на Шереметьевскую поедем, սենց արեց։ Да. Макուր, լուրջ եմ քեզ ասում։ Ու այդքան էր բազան։ Դստել են մեկ էլ հես դստեցինք ավտոն խոտ տվես, քշես մեկ էլ նայվա սենց այն։ Հա։ Ասում եմ Շերեմետьев սենց այդ։ Շևիրետьева։ Ալյա ջո, հասկացա որ չգիտի ուրա քշում։ Ասում եմ ты по-русски говоришь սենց ամ։ Հա, ու քշում է։ Ոչ դա, ոչ նե, то есть ինքը մաքուր գիտի։ Դե դան ասել է արդեն։ Ու վերջ։ Ու մեկ էլ 400 ռուբլի էտել եմ հիշում։ Արա զանգել եմ Սերոփին, ասում եմ Սերոփ։ Չիկացիլոին եմ բռնել։ 100 տանումա։ Իստանումա։
մի հատ բացատրի։ Ասեցել է, չէ, ինքն էլ են ժամանակ սենց Moskva, москвичи, սենց հələ դրան տու трубки են։ Սենց Алло, здравствуйте. Они չի խոսում։ Ասում է, а куда вы едете? Սենց Շիվիրեթիևա։ Արա Շիմկենտ։ Հազիվ ենք իրան գտել այդ օրը։ Ուրեմն Մոսկվայի արդեն զգում եմ գնում եմ դեպի Ռիզան, Անկարներ, հասկանում ու Երջանիկ, չգիտեմ ազգությամբ ով է։ Լուրջ հազիվ են գտել աբովյանին էլ տաքսին Իցի էլ։ հետ բերեք, ցավները տանեմ, ինձի տանը։ Ես դեռ ազգին պետք եմ, դեռ չգիտեք։ Դե ընդհանրապես Արմանի Մոսկվա գալը ու այդ ընթացքը, որ ինքը Մոսկվայում էր, անպայման մի բան պիտի լիներ։ Ընդ որում շատ խոխմա։ Այս Շիմիրեցիվսկին այդ ամենա նիչիվոնա։ Ուրեմն մի անգամ գալիս է, մի շաբաթ մոտավորապես, մի 10 օր դաժե, այն որ այստեղս էր արդեն, ու ոչ մի բան։ Թռնելու օրը, Ոչ մի բան չի լինում։ թռնելու օրը ասում, սերուp ասում, Ոչ մի բան։ То есть նորմալ գնում ենք մի տեղ նստում, խոսում, էսյան, էյան գործերով, բանով, ընկերներով հավաքվում ենք, կարտ ենք խաղում, չգիտեմ, հաց ենք ուտում, գնում ենք էսի մուր, սենց ինչ որ վիճակներ, վերջի օրն է, առավոտը պետք է թռնի։ Ավտոյի մեջ ես եմ, ինքը աղբերս։ Գալիս ենք, միջև տուն մնում է մոտարապես 800 մետր տեղ։ Всё, Երասլավկեն էսա վերջանում է։ ու ձմեռա դունա։ Նոր սկսես դնել դյունը, այն բանը ասֆալտի վրա, որ ասա припарашил։ Մեկ էլ էս արա այս անգամ ոչ մի բան չեղավ։ Ասում եմ, հա, ու այդ խոսքերի վրա մենք տենում ենք, որ մի հատ ավտո այսպես կողքի վրա կանգնած է։ Այսպես կողքի վրա։ Opel Kadett։ Չգիտեմ, այսպես կանգնած է ու շուրջը ինչ որ մարդ է վազում, սենց արագ։ Գիտես ինչա գոռում։ Վայ մորը սարևես ինչ պատահեց։ Լսի։ Ախպերս հայրեն։ Վայ մոր դե parza ոչ ցենզուր լեքսիկոնով այս ինչ է կատարվում այս երկրում բան արա ասի կպավ։ Դե դու պատմի։ Էս ուրեմն վազում է, Արմենը ասում է, աղբերս ասում է, կանգնի, արասում արմ հավեսում ես գիշերվա կեսին, էս որ լսեցինք հայերենակ կանգնեցինք, դուրս եկանք ինչ ա եղել, շուր տվեց, փախավ, ով փախավ, ինչ շուր տվեց, մեկ էլ հանգստացեցինք, բուկվալը 30 վայրկյան, սկսեց պատմել, ասում է գալիս է իսկապես, ուրեմն գիշեր է արդեն, ճանապարհին բան չկա, Ստիվեն Կինգի պատմությունն է, նոր ձյուն է գալիս, մութ, էս իր օպելով գնում է մի հատ գրուզավիկ Բեռնատար մեծ այն շալանդաներից գալիս է, ուրեմն դեմը կտրում է, սրան կողքով սենց վերցնում, շուռա տալիս կողքի վրա ու գնում է։ Դու կարաս Մոսկվայում շալանդը տրուբեկով 25 մետրանոց ոնց է փախնում, կաս պատկերացնում։ Ուրեմն էսի գնում է, ասում լավ, նստի ավտո։ Լարում ենք այդ ավտոն։ Գալիս ենք, որ ասում են որ ձյունը նոր է եկել, այդ բաները երևում է։ Հետքերով սենց գնացինք, ինքն էլ որոշեց։ Ինքն էլ պատմում է, որ ինքը Բաքվից հայ է, Մոսկվայում ապրում, շատ դժվար կյանք ուներ, այդ իր մի հատ մենք էլ ավելի ջղայնանում ենք, ասում ենք օտարության մեջ, մեր հային, այս վիճակի մեջ գցածը պետք է պատժվի ու հասնում ենք դեպի Տենում ենք այդ ավտոն, տենում ենք։ Շալանդի պոլնիֆիկալի։ Մածը համարյա։ Գալիս անցնում ենք այդ ավտոն, դեմը կտրում ենք։ Դուրս են գալիս, աղբորս ասեմ Արմեն իրան չխփես։ Գոռում է, ասում Արմեն չխփես։ Էսի վազում ա վրեն, ты хотел меня убить с этими словами, սենց վազում ա վրեն։ Վարորդը շալանդի չի իջնում շալանդից։ Դուրը այսպես նստած, եկակ դուրը, էս ես պետք է ասեմ, էսի կուլմինացիա։ Դուրը բացեցինք, մեկ էլ ուրեմն կյաշ կապույտ աչքերով, Սլավոն տղայա նստած, կրկնում եմ կյաշ, մեկ էլ շուրը կավ սենց այդ Ինձ իմիջիացե ես եմ խայ։ Արա։ Ապեր անգա Տղաներ ես եմ։ Տղաներ, արա անգել ենք մեզ ակիտա գոռում եմ, ասում եմ դա հնարավոր չի։ Մի շալա, մի օպել, մի շալա, հետո դուք, իրեք ոնց եք։ Տղաներ ինձ մի խփեք, ես եմ խայ։ Այդ պահին ես շուր եմ գալի քեզ ինչ եմ ասում։ Ասում եմ եթե գայշնիկն էլ հայ եղավ, էլ գնում եմ Երևանի։ Մեկ էլ ոստիկանը գալիս է սենց Сма, кто пострадавший? Сма, армяне, сма, да, сма. Кто виноватый? Армяне, свидетели армяне. Сма, что я тут делаю? Сами разберетесь. Վայ։ Էդ էլ տենց բրծավ այդ պատմությունը, առավոտը ճամփեցինք։ Այդ անգամ Տոմսը նորմալ էր։ Հասնեմ պարոն Աբովյան, գեյմերը վրա չէր տվել։ Այո, քաշում է իր վրա։ Դե համենայն դեպս ամենակարևորը նա է, եւ կարծում եմ մեր հերոստատիտողները կհամաձայնեն իմ հետ, երբ որ
ունես իսկական ընկերներ եւ այդ մարդկանց հետ ընկերություն ես անում սերով քանի տարի 35 տարի ապավաստաբար բոլորի մոտ էլ հաստատ կան 100% այդպիսի պատմություններ կան այսպիսի պատմություններ եւ ես համոզված եմ որ պատմությունները դեռ շատ են Սերոպը մեր այսօրվա առաջին հյուրն է իսկ դեռ ունենք հյուրեր դեռ ինչերա մեզ սպասում так պատրաստվեք հերթական երաժշտական դաթար Շանտ Project եւ Մինաս Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ թե Մինասը, թե Մարիամը հայ սուպերստարի եզրափակիչի մասնակիցներն են եւ նրանք այլ երկրներից են եկել։ Մինասը Ռուսաստանի Դաշնությունից։ Մարիամը վերադարձել է Հայաստան Գերմանիայից, իսկ Գերմանիայում հայտնվել է Ուկրաինայից։ Եվ ոչ միայն եկել են մասնակցել պրոյեկտին, այլ նաեւ պրոյեկտի շնորհիվ մնացել են երկրում։ Պատկերացնում եք։ Սաղ դուք եք մեղավոր։ Սաղ մենք ենք մեղավոր, սաղ սուպերստարն է մեղավոր եւ սա իմ ամենամեծ երազանքներից մեկն է, որ օրից մի օր բոլոր հայերը, ինչպես Սերոպը ժամանակի, ինչպես Մինասը, Մարիամը եւ մնացած մեր բոլոր քույրերը եւ եղբայրները, որոնք որ վերադարձել են, թող բոլորը վերադառնան այստեղ եւ այստեղ կառուցեն իրենց ուզած երկիրը, այն երկիրը, որին որ բոլորս մենք արժանի ենք։ Դե ինչ, Շանտ Project եւ Մինաս գնացինք։ Եթե փնտրում եք ոչ եւ որակ այցելեք Van Cleef խանութ սրահ Մեգամոլ երկրորդ հարկ։ Այստեղ կգտնեք տղամարդկանց էլեգանտ կոստյումներ, առօրյա հագուստ եւ ոճային աքսեսուարներ։ Van Cleef, երբ ոճը խոսում է ձեր փոխարեն։ 17-ամյա հայ պատանին ստեղծել է արհեստական բանականություն, որը փոխում է ապագայի պատկերացումը։ Zero հայկական տեխնոլոգիական շոկ։ Առաջին հայկական AI-ը բազմաֆունկցիոնալ օգնական, որը ոչ միայն հասկանում է հայերեն, այլև կատարում է բարդ հրահանգներ։ Ավտոմատ կազմակերպում է ձեր օրը եւ խնայում է ձեր ժամանակը։ Zero-ն ձևավորում է արհեստական բանականության նոր մշակույթ, ազդարարելով որակական նոր փուլ։ Եվ մեր երկրեն փախտածը չքնաղ երկիր մեր Արմենիայի շատ ագած քաղցրիկ օրեր երբ արցից առնիր բույն դառնա երբ արցարեն հագնին տերև ցանկամ տեսնեմ զինքիլիկ աշխարհ որ ինձ ետուր արև ցանկամ տեսնեմ զինքիլիկ աշխարհ որ ինձ ետուր ննջեն զիմքիլիկ աշխարհ որ ինձ ետուր արև երթան ննջեն զիմքիլիկ աշխարհ որ ինձ ետուր
Shant Project եւ Minas ամենագեղեցիկ երկերից մեկը հայալեզու Կիլիկիա եւ փաստորեն Շվեդիայի արքայի հետ որ հանդիպել ես համոզված եմ որ նրա մեջ նաեւ Կիլիկիո արքաների մի քանի կաթիլ արուն հաստատ կա որտեվ Երկու խրամասում կգտնենք բոլոր արքայական տոհմերը եվրոպական ժամանակին խառնված են եղել դե մենք ռամիկներս չգիտենք դրա մասին բայց դու արքայի հետ հանդիպել ես երբևիցե Ոչ Через одно рукопожатие այո մարդը Շվեդիայի արքայի Ինչա պետք Թակավոր աղբես Թակավոր աղբես Լավ ժամանակն է կանչել մեր հերթական հյուրին որը որ էլի շատ շուտվանից է ճանաչում պարոն Աբովյանին եւ շատ պատմություններ ունի որոնք որ կարող է պատմել Համոզված եմ որ էլ ավելի շատ պատմություններ կա որոնք որ չի կարելի պատմել բայց խոսենք այն պատմությունների մասին որոնք որ կարելի է պատմել եւ լսել։ Եվ այսպիսով հրավիրենք այստեղ մեր հաջորդ հյուրին։ Նայ ոնց է լարվել, նայ։ Ուշադրություն, սևարկղ։ Վայ Սևարկղ Սևարկղի ունենք իհարկե, այո։ Так Այնինչ գտնվում է սևարկղում համահունչ է նրան, ինչի օգնությամբ եւ պատրաստվում է հենց այդ իրը։ Պարոն Աբովյան, դուք այն այդքան էլ չեք սիրում, բայց ստիպված եք հաշտվել իրողության հետ։ Ուշադրություն հարցը։ Ինչ է սևարկղում։ 1 րոպե ժամանակ ունեք։ Պարոն հաղորդավար Հարազատ դեմքեր կան։ Բարև ձեզ պարոն հաղորդավար Господин ведущий Բայց մտածեք ինչ է սևարկղում։ Սա իսկապես հարց է։ Ես դա այդքան էլ չեմ սիրում Պասկասկա ես էլ չեմ սիրում։ Պարոն Քոչարյան չէի կարա, չէ, պրոստը գայիր, ասեիր, բարև ձեզ, բան։ Չէ, օրինակ կարայի ընդհանրապես բան չասեի, պրոստը հարցնեի ինչ է սևարկղում։ Այ ինքը շատ է սիրում այդպես։ Որտեվ դուք խոսում եք, այո։ Իսկ հարցը կարելի է կրկնել։ Իհարկե, այնինչ գտնվում է սևարկղում, չես փոխվում, էլ ես 20 տարի է, մեկը պետք է ձգես, հարցնես, ինչ-որ բան։ Ինչ է սևարկղում։ Հարցը հետեւյալ, ինչ է սևարկղում։ Իր։ Ձադը վերջին կամ պատասխան։ Այո։ Այն ինչ պարոն Աբովյանը չի սիրում, սևարկղում էր դա, Կարեն Քոչարյան, ձեզ հիշել ենք այսօր, մի քանի անգամ։ Այո։ Շնորհակալություն, որ Զարմանայի, եթե պարոն Աբովյանը չի հիշել։ Գոնե լավով եք հիշել։ Այո։ Առհասարակ ինչ որտեղ երբի պարոն Քոչարյանի եւ մեր թիմի հետ կապված, հա, բազմաթիվ լեգենդներ, բազմաթիվ հետարքիր խոսակցություններ, նամանավանդ այն ժամանակահատվածը վստահաբար կհիշեք, որ Սանտա Մոնիկայում բացվել էր մեր թիմի ֆանակումբը, որ Միացյալ Նահանգներն էին կանչել եւ բազմաթիվ անգամ այնպես բաներ էին հարցնում։ Դե տեսեք, ես եւ պարոն Քոչարյանը մենք ավելի ճիշտ բոլորս ընկերներ ենք։ Բայց երբ որ ես մտնում եմ այդ ստուդիան, դուք եք ինչ որտեղ երբ խաղում, դուք եք խաղում։ Ես որ մտնում եմ այդ ստուդիա, չգիտեմ ինչա կատարվում եւ մեր այդ տասնյակ տարիների, հա, անցած ճանապարհը դրվում է մի կողմ ու սկսվում է կոշտ հակամարտություն։ Դե կա հին ռուսական ասացվածք, չէ, որը որ չի թարգմանում, «Делу время, потехи час»։ Բայց տենց Դե Ամեն ինչն իր ժամանակն Այո, կամ այդպես։ Հնչում մոտավոր։ Պարոն Աբովյան, ճիշտն ասած, որ ասում եք կոշտ, ես այդպես էլ այդքան էլ կոշտ չեմ լինի, եթե դուք այնտեղ մեղմ ասած համը չհանեք։ ի՞նչն եմ ես համահանում։ Դե հիմա Այ հիմա նայ քո վրա ու ասի։ Պարոն Քոչարյանը հիմա կպատմի։ Ժողովուրդ ի՞նչն եմ ես Պարոն Քոչարյան, համահանում։ պատմեք, ինչու է նա համահանում եւ ինչպես է դա անում։ Ճիշտ է, հիմա արդեն չգիտեմ, դա փորձից ելնելով, տարիքից, թե ինչ բավականին պակասել է։ Հուքսը նստել է բարձր։ Երևի, չգիտեմ, դե կամ ինչ-որ լուրջ չէ, դե պատգամավոր բան, sense ինչ-որ հնչում է։ Նախկին եւ ապագա միգուցե։ Իհարկե, միգուցե դա է սկսել, հա, ինչ-որ ձգված պահել, բայց համենայն դեպս ավելի երիտասարդ տարիքում, ուրեմն բոլորին զգուշացված էր, հա, այն ասիստենտները մեր, օպերատորները, բոլորը գիտեին հատուկ ուշադրություն էր Աբովյանի վրա, որովհետև
աչքերով, ձեռներով, բերանով, մազերով, եսի մնչով, ամեն ինչով փորձում էր ցույց տալ այդ ամեն ինչը, ել չեմ ասում բարձր որոշ դեպքերում էլ հուշում էր։ Ինչի համար մի քանի անգամ կարմիր քարտ է ստացել։ Ռեկորդսմեն եմ, որովհետև 2014 թվականի, եթե չեմ սխալվում, եթերաշրջանում 9 անգամ հեռացվել էի պարոն Քոչարյանի կողմից ստուդիայից, բայց 9 անգամն էլ ես մեկը ասում եմ, չեմ հուշը։ Հայկական ով ինչ որտեղ ակումբում մի քանի հոգի մականուններ ունեն, պարոն Աբովյանը կարող է ունենալ ասում Ռամոս մականունը, որովհետև ամենաշատը դու ես հեռացվել։ Ֆուտբոլից հեռու մարդը չի հասկանում ինչի մասին։ Ռամոս ինչի նեղացավ հիմա քո վրա։ Հասկանում Դա հայտնի ֆուտբոլիստ է, որ Սերխիո Ռամոսի մասին։ Այո, աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի չեմպիոն։ Կրկնակի Եվրոպայի չեմպիոն։ Ասում մի քիչ 12 թվականներ։ Այո։ Ռամոսն է։ Չեմպիոնների լիգայի բազմակի։ Խանգարում էր, բայց խանգարում էր ինչի, ինքը ուզում էր հուշեր։ Ուզում էր հուշեր, այսինքն օգնել։ Դրա համար իմ սիրտը տրաքում է, երբ որ Քո սիրտը լեռներում է, պարոն։ պատասխանը գիտես եւ հասկանում ես, որ կլոր սեղանի շուրջ նստած մարդիկ սխալ ուղղությամբ են գնում։ Երկրորդ տարբերակն էլ կա։ Տակ։ Այդ ընթացքում գործեր ուներ։ Ահա Ուզեմ չկա, ավակնա, չէ, ոնց դուրս գա։ Կարմիր քարտ կա։ ինչ որտեղ երբ ամենահետարքիրը գիտեք, ըստիս կարծում եմ Կարենը, պարոն Քոչարյանը միգուցե այդքան խորքային, հա, չի ընկալում են ինչ ես հեսա կասեմ, շատ պարզ պատճառով ինքը process-ի մեջ է։ Յուրաքանչյուր մարդ, եթե գործընթացի մեջ ենք, չի տենում, չէ, կողքը ինչա կատարում, բայց ինչպես ասեցի, պատգամավորների մասին ասա։ հա, ինչպես ասեցի, պատգամավորների մասին ասա։ Շով ջան, ինչ են ինձանից ուզում այս մարդիկ։ Так, հիմա շարունակեք։ Ահա։ Բայց այնուամենայնիվ հայկական ակումբը, հերոստակումբը ինչ որտեղ երբի կարողացավ ձևավորել իր այնպիսի առանձնահատուկ դիմագիծը, այնպիսի առանձնահատուկ, գիտես ոնց, խաղավոճը, թիմերը, տղերքը, կապիտանները, այդ ամենը, որ Աղջիկը իհարկե միանշանակ, որ ինքը դուրս եկավ ռուսական մայր վերսիայի սենց շողքից, էլի, այսինքն լրիվ առանձին ես նկատում եմ էմոցիոնալ էլի ընկալման պահով եւ իհարկե դա բացառապես շնորհքը եւ վաստակը Կարենին Քոչարյան, Վիգենին Հակոբյան, Շուշանիկի, օպերատորների, տղերքի բելբոյեն, որ կանգնում են կարմիր քարտ բան էլի, ամենամոտիկը ես իրանց հետ եմ էլի։ Այո, ամենաշատը գիտես։ Դրա համար էլ ես վերջերս չեն տալիս քեզ ոնց։ Չէ, տալիս են։ Այն օրը վերջին մեր խաղի ժամանակ ով էր, դե լավ, տղեկին ոչ մեկին անունը չեմ ասում, կողքից մեր տղեկից մեկը հուշում է։ Շուրանեկը ինչ սս բանը իա, ասի, դե չեմ ասի, ասում եմ, ես ինչ, բա մեկ էլ բա կարմիր բան, սետ ինչ-որ վիճակներ, ասի, չէ դե պարզա որ չես ասի, բայց ասում եմ, բայց ինչի համար ես, ասի, որովհետև մեզ ասում են դու, ու մոտավորապես այսենց։ Ինչպիսին է այնտեղ, պարոն Աբովյանը, որպես թիմի ավակ եւ որպես գիտակ։ Ես ասեմ պարոն Աբովյանին, չնայած մենք Սերոպն ասեց, որ մղձավանջն է, իրականում ես կարծում եմ մղձավանջը ես եմ Աբովյանի, շատ պետք է հլահաց բանի ուծի, որ իմ նման մղձավանջ դառնա, որովհետև եթե դուք եթե չեմ շփոթվում մինչև իմ մտնելը ասացիք, որ ինչ-որ բաներ եթերային չի լինում, իհարկե։ Ես էլ ինչ-որ բաներ կա, որ եթերային չի չեմ ասի, բայց իրականում այսպես է, Արմանը կարող եմ ասել, որ ամենաէներգետիչնի գիտակներից է, ամենաշոու գիտակներից է։ Ես կարծում եմ իմ կարծիքը կասեմ, որ նաև որպես ավակ է բավականին լավ ավակ, միայն այն փաստը, որ իր թիմից երկու այսօրվա մեր ակումբի ես կարող եմ ասել լավագույն ավակներից երրորդով է Էմիլը Բալյան,
Հայկը Մամիջանյան, Հա, Հայկն էլ։ Էմիլը Միրզոյան։ Հայկը դեռ նոր է, հա, բայց Էմիլն ու Արմենը Բալյան արդեն երկար տարիներ են, այսինքն 3 ավակ է դուրս եկել։ Միթ Միայն Աբովյանի ավակությամբ թիմից։ Երբ նրանք այնտեղ եղել են գիտակ, հետո ստեղծել են արդեն դուրս են եկել իրենց թիմերը, իրենք են ավակ դարել։ Այս առումով երևի թե ունիկալ է։ Կուզնիец կապիտանով։ Մնացածը կլրեմ։ Իսկ Հայմիջանոց ֆուտբոլից ասեցիք, մեր գիտակներից, չգիտեմ ով էր ասել էր, որ մեր թիմը նման է Այաքսին։ Որտեղ Այաքսից, ես ճիշտ ասած չգիտեմ Այաքսի ինչ թիմ է, դրա համար ասեցի կարող է լավ բան ասում։ Լավ բան ասում, իսկապես, որտեղ Այաքսի Կրույֆի թիմն է։ Կրոյֆը զգում եք, Էդգար Մանուկյանն է Այաքսի։ Հա, իհարկե Էդգարն է գնացել մի պահ Ակադեմիան ավարտել եւ եթե չլներ Չարաբաստիկ Պույոլի ոդկը, միգուցե Էդգարն էլ մեր հենոյի նման դառնար համաշխարհային եվրոպական ամենևս գերաստղ ֆուտբոլային։ Երաշտական դաթար եւս մեկ եւ սրտատրոփ պարոն Աբովյանը սպասում է իր 3-րդ հյուրին այս։ Երրորդ հյուրն է կա, որը գալու է նստի ձեր կողքին։ Իմիջիալուց պարոն Աբովյան, պատկերացնում եք, որ այսպիսի հյուրեր եք ունելու։ Գուշակում եք։ Չէ, լավ։ Սերոփին ենթադրում էի, որովհետեւ 30 տարվա, 35 տարվա անկերսը, բայց հաշվի առնելով Կարենի պարոն Քոչարյանի զբաղվածությունը, որ իր այդ հանդիպելու համար, չգիտեմ, 4 օր շուտ ենք զանգում, որտեղ ես, ինչ ես, օֆիս, բան գանք ասենք, որովհետև շատ Պարոն Աբովյան, հիմա այնց շրջանա, որ դուք եք զբաղված։ Ես հանգիստ իմ համար կստացեմ։ Հերթական մեր վերջին այսօրվա հյուրին եմ ուզում այստեղ հրավիրեմ, այդ մարդուն դուք ճանաչում եք եւ փաստորեն այդ մարդու մասին այսօր հիշել եք անգամ։ Так։ Այդ մարդը եկել է հերավոր հյուսային երկրից։ Так։ Երկիրը Դա Մոսկվան չէ, էլի։ Շետարով։ Արին ըստեղ, հա։ Տեսեք, ով է այստեղ։ Արին ըստեղ, հա։ Ոնց ես։ Բայ, ոնց եմ։ Այ հիմա շատ լավ եմ։ Արին Կարապետ։ Ահա եւ այն Արինը, որը Սևահեր վիկինգը, Այո, Արինի հետ ճանաչում եք Արինին։ Ես քո թույլատրությամբ պատմեցի մեր այցը, երբ որ ես ու դու ծանոթացանք, որ օդանավակայանում մոտեցա, ասեցի, կարելի է ստե ծխել ապեր։ Հա։ Ինչպես ինչ ասեցիր։ Ասեցի ոչ։ Բայց իրականում Արինի հետ ընկերանալը ինձ թվում է բնականon ռեժիմ էր, որովհետև մենք նույն այդ ոնց որ գծի, հա, վրա էինք, այսինքն գծի վրա, ես նկատում եմ աշխարհանկալման պահով։ Սեպտեմբերին մոտդ ընտրություններ է։ Այո, Սեպտեմբերին ընտրություններ է։ Դուք փաստորեն ուզում եք դառնալ շվեդական Չէ, ինքը падգամավոր է եւ նորից պարլամենտի, այո, Այդ եմ ուզում եւս մեկ անգամ։ Դուք խնդրեմ, կյանքում շվեդ падգամավոր եք, շփվել եք բան։ Էն էլ հայ։ Շվեդ չէ, բայց հայ պատգամավորները շատ են շփվել։ Լավ, դե պատմեք ձեր գործունեությունից։ Հեշտ է լինել Շվեդիայում падգամավոր։ Հայաստանում հասկացեք, որ դժվար է։ Հայաստանում պիտի ծանոթով շփվես։ Չէ։ Քանի անգամ է դու ծանոթ եք շփվել։ Այո։ Դե ես 16 տարեկանից կուսակցության մեջ եմ եղել։ Շվեդիայում։ Այո։ Ինչ կուսակցություն է դա։ Դե ես հիմա կուսակցություն 6 շաբաթ առաջ փոխել եմ։ Հիմա նույն կոալիցիայի մեջ է, բայց նախկին լիբերալ կոնսերվատիվի կուսակցությունի մեջ եմ, ոնց որ լինում է Աչակողմանի։ Ինքը աչակողմյա ռադիկալ շվեդ է։ Բայց ես միշտ զգացել եմ, որ նացիոնալիստ կուսակցությունի հետ ավելի շատ համաձայն եմ, որտեղ ներքին խնդիրները Հիմա աչից գնացել եք ձախ։ Չէ, աչա է։ Ուլտրա աչ, հասկացա։ Շատ կներեք, այն որ դու ասում ես Ինքը շվեդ նացիոնալիստ է, ինչ է նացիոնալիստ շվեդ կուսակցությունը քեզ ավելի մոտիկ է։ Հայրին է տես։ Հասկացա, հետո ամեն ինչ գավ տեղը։ Դե ասենք Շվեդիայի նացիոնալիզմը, հայկական նացիոնալիզմը մի քիչ տարբերվում է։ Մենք նացիոնալիստ չունենք։ Դե ունենք, սա էս դրոշակը վերցնում ենք ձերքները, հայր միացեք, երգում ենք ու կենացով։ Ու էդի ճիշտ է։ Կենացով։ Չէ, կենացով սխալ է, որտեվ եթե մենակ կենացով ես Արինի հետ լրիվ համաձայն եմ, որտեվ եթե դա կենացների մակարդակի վրա է, տենց է մնալու է։
Так։ Բայց շվեդերի մոտ ասենք դու այնտեղ ծնված լինես, աշխատես, սովորես, համաձայն լինես իրանց կուլտուրայի էթիկիներով, ել չեն նայ հիմա անուն ազգանունը տարբերվում է կամ տեսքը։ Ընդունում են, ավելի շատ տոլերանտ են այդ կողմից։ Եվ ես միշտ զգում եմ ոնց շվեդերը չեն կարող իրանց երկիրը սիրեն, որտեղ Շվեդիայում մետի մեծիվի բան ա տաբու է եղել։ Եվրոպան տեսնում եք դեպի ինչ ճանապարհ է գնացած վերջի 20-30 տարին, ու ոնց որ ես միշտ ոնց որ հայ կարողացել եմ զգամ շվեդերի առաջ, որ ես կարող եմ ասեմ ես հպարտ շվեդ եմ եւ հայ եմ։ Ու ինձ ընդունել են։ Այսինքն դուք շվեդերին սովորեցնում եք շվեդիա սիրելը։ Այո։ Так, իսկ պարոն Աբովյանին ինչ եք սովորեցրել։ Ես ասեմ ավելին, իմ համար Արինի հարգանքը, քաշը, սերը, հա, քաղաքական քաշը Շվեդիայում պարզ դարձավ, երբ որ 44 օրյա պատերազմի ժամանակ ամսի 29-ին սեպտեմբերի զանգը ստացա, կհիշեք վստահաբար բոլորս ինչ վիճակի մեջ էինք, ու Արինը ասեց երկու նախադասություն, ասեց ես գալիս եմ։ Աստված վկա, ինչքան մի 40 րոպե 40 րոպե կռիվ էի անում հեռախոսով մի արի, որովհետև դու ավելի Հայաստան մեզ պետք է նույն այդ եվրոպական պարլամենտում, նույն այն հարթակներում, որտեղ պետք է հա դեզինֆորմացիայի դեմը կտրել եւ այլն, ինձ հաջողվեց համոզել Արինին, որ չգա, որովհետև վստահաբար բացի Արինը, Տիկին Ռուբինան, Արինայի մայրիկը, Տիկին Ռուբինա մեծ ողջույններ, նույնա բովանդակ զանգել էր, ասում էր ես գնում եմ պատերազմ, ես գնում եմ տարիքովքին, տարեսկին, ասում եմ ինչ ես անելու, Տիկին Ռուբինը ասում է գնում եմ հոսպիտալ, այդ վիրավորներին խնամեմ եւ այլն, մի կերպ, որ ասում եմ Արին, դու գնա քո գործերով, ես նկատի ունեմ քաղաքական առումով եվրոպական դաշտում եւ 44 օրյա պատերազմի ժամանակ ինչքան հայանպաստ որոշում ընդունել էր Եվրոպան, ինչքան հայանպաստ քայլեր կատարել էր Եվրոպան, ես առանց մի վարքյան վարանելու, առանց նույնիսկ չափազանցնելու կարող եմ ասել, որ դա Արին Կարապետի շնորհքն էր, որը կամ հեղինակն էր այդ որոշումների, կամ ինքը անմիջապես մեջը մասնակցում էր։ Եվ այն աշխատանքը, որը շվեդ Արին Կարապետը, շվեդ ես ընդգծում եմ, ու դրա այդ մեկտեղ իրականում ամենալավ առումով ազգայնական հայ, որ իր մեջ կարողացել անենցանի, որ դա իրար չհակասի, որովհետև ինքը իրականում Շվեդիայի ամենաճանաչված քաղաքական գործիչներից է, պատկառելի մարդ է, շվեդ է, Շվեդիայի համար սիրտը տալիս է, բայց այն արդյունքները, որ ես իր աչքերին տեսնում եմ ու տեսնում էի Հայաստանի հետ կապված, իմ համար արդեն բոլոր հարցերը դրես մի կողմ։ Դե ինչ, այս պահին իմիջիալոց աշխարհի առաջնությունն հոկեյից, մաղթենք Շվեդիային հաջողություն եւ հաղթանակներ, ինչ որ զվարճալի պատմություն կա պարոն Աբովյանի հետ կապված։ Ինչպես հիմա միջև Արինի գալը, sense լուրջ մարդու տպավորություն չէր թողում, իսկ հիմա տենց Չգիտեմ, ասած մինչև Արինի հետ հանդիպել ինձ համար ոչ շվեդ ամենահայտնի շվեդը այդ Իբրահիմովիչն։ Այո, Իբրահիմը։ Չէ, պատգամավորներից։ Չէ, դա Շվեդիան Կարլ 12-րդ, չէ։ Պալտավսկե սրաժենիա Իբրագիմովիչ հիմա էլ Արին Չէ իմ համար ամեն դեպքում sense էր չէ տեսեք Աբան Նոբելը ու Կարլսը տենց է դե ուրեմն ես կարող եմ Եվրոպ խումբը եկեք հիշենք չէ լավ Ace of Base-ը հիշենք Տես մենակ բոլորը խմած էին ֆուտբոլ չգիտի բայց այդ գիտի բոլորը խմած են ես կասետ էի լսում Արին ինչ որ ծիծաղելի պատմություններ Աբովյանի հետ կապված կարող զվարճալի հա Մեկ քանի դեպքեր կա առաջի դեպքը բաներ երբ որ հունիս 10-ներ առաջի պաշտոնական բաններ հեղափոխությունից հետո բան նոր ազգային ժողովը ընտրվել էր առաջի պաշտոնական ասենք ճամփորդությունը որ ազգային ժողովի կողմից ես էլ շատ ուրախ եմ որտեվ առաջի անգամ ես պիտի հայ պատգամավորներ հանդիպեմ սիրուն հագնվել եմ այդ վաղտել պարոն Ալեքսանդր Արզումանյանն էր Հայաստանի դեսպանը Շվեդիայում ու գիտեք պարոն Արզումանյան շատ լուրջ մարդ
ես չկարողացամ իր հետ մի քանի հատ հարց ունիմ, բայց զգում եմ, որ չիմ կարող իր հետ այդ փուլում իր հետ քննարկեմ այդ թեմաները։ Մի անգամից թիմով գալիս են ու մի անգամից խառնվում են, ասենք հայավարի։ Մի ասա թակավորի նվերը չեն գտնում։ Նվերը չէ։ Չգիտեմ, Բանջարեր, հիշվեց բադը։ Արա հա կորցրել։ Նվերը կորցրել են։ Բանջար, մի աշիկ բանջար, տես պամիդորեր։ չորացրած ճիրեր, չգիտեմ, կոնյակ, ման։ Ես էլ Տիպիկ հայկական երևույթ։ Ես էլ զարմանում եմ, ասում Ինչ էր ուզել։ դեպի ես Շվեդիա եմ ծնվել, մենք շվեդերս միշտ նստում ենք ու մի հոգի թեման բացում է ու սաղս մտածում ենք, էլ։ Այստեղ մի քիչ տարբերում է, սաղը թափել են իրար գլխին, ոչ ոք իրար չի լսում, շուխուր, մուխուր։ Մեր խոսքով Արզումանյանն էլ ասում է մեկ կողմից, վաղը չի մյուս օր պիտի թակավորի մոտ գնանք, մեկը Չիրը ուրա։ Ջուխուրա, բաստուրմեն։ Ես էլ այնտեղ լուրջ կանգնած նայում եմ, ոչ մեկին էլ չեմ ճանաչում, շվեդերն են նայում են ինձ, ես էլ իրանց եմ նայում։ Ես իրանք էլ կան ջոկեն, որ ես հայերին նմանում եմ, բայց շվեդ եմ ես։ Ացեն ինձ նայում եմ, մի անգամից Միրզոյանը գալիս է, հետո Արմանն էլ կպտում է Միրզոյանին, հայ ես դու, հա, հայ եմ, ասեցի լուրջ, նեղվամ էլ, ոգևորվեցին բան, Միրզոյանը Արմանն էլ հայավարի ասեցի քաշում Ապե արի բան եմ ասում։ Հա, ես սովոր չեմ, ասենք այդ հայերի հետ որ շփվում եմ Շվեդիայում, հիմա հայերը շատացել է, այդ վաղ Հրազդանի հայեր, Հոկտեմբերյանի հայ, Խարքովի եկա, չիմն Վլադիվոստոկ, Տալյատի, այդ հայերի հետ։ Հայերը Հա, բնիկ։ բայց հիմա Արմանը գալսում, ախպեր որտե ենք ածախեն, կարել ենք ծխեն, ոչ։ Մեր խոսքով հետո ջոկեցին, որ ԱՑ-ի տղերքի հետ խոսացեմ, ասեմ, լսեք, ես ազգային ժողովի նախագահն ու ես իր կոլեգաներն են։ Նայում ինձ ասում է, եթե դու առաջի սիգարետը վարես, այդ վաղտ օքեյ է, որտեվ եթե խնդրի մեջ ընկնենք, քեզ կգտնենք, սրանց չեն գտնի։ Օ, այտենց Այրապորտը հետևը վտանք, ասում եմ, սանց ասում եմ, ընկեր ասում եմ, դու ստե ծնվել ես, մեծացել ես, բան, ինքն էլ սանց շատ ձիգ, այո, բան, ասում եմ, բա Ստոհոլմը որ թաղի տղա ես, բան, ասեցի ինչ։ Ասում հետարքի է էլի դե հասկանանք։ Դե քանակերը որ Օ որտեղից է բան ու բայց ես դե ջոգեցի որ ինքը լրիվ մեր դասարանից վիճակ է էլի։ Ասում եմ երեկոյան տեղ են գնում։ Ասեց ես եմ տանում։ Ասեցինք ցավը տանեմ, այդ իրանց են մեծ ափսեներով որ sense փուճուրիկ բան են բերում, չենք ուզում։ Մեզ տար Արինին ասեցինք մի հատ այնտեղ որտեղ դու քունգերների հետ գնում ես։ Ասեց աշկիս վրա գնացինք իր ընկերոջ բարը, տենց գարեջրային բար։ Դե բոլոր ուրախացան բացի քեզանից դու։ Չէ, ես ո՞յ աղեի, ես նայում եմ։ Դե եմ ասում դու։ Ու բացի դրանից Արինի հետ ընկերությունը եղավ եւ սկսեց ձևավորվել ինչի, որովհետեւ շատ մենք ունենք քաղաքական տարաձայնություններ, շատ լուրջ քաղաքական տարաձայնություններ, բայց դրա հետ մեկտեղ համարինն է խելարի պես սիրում Հայաստանը։ Համ ես գժի պես սիրում եմ իմ հայրենիքը։ Այնստեղ դու ասում ես ես էլ շվեդյան եմ այտենց գժի պես։ Չէ, կար։ Դու գիտես որ ես իմ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամ տասնյակ անգամներ հնարավորություն ունեցել եմ ապրել արտերկրում, աշխատել եմ արտերկրում, արտերկրներում, այո։ Բայց մի հատ լավ հայերեն բան կա, ասացված կա, ասում է ավելավ շուների դարպասի դեմը կապած եղի։ Բայց ես մի հատ հարց ունեմ։ Ում։ Երկուսին։ Չիրը գտակ վերջը թե չէ։ Այո, մի 2 ժամ տվեց էլ։ Արա գնացի Բայց կոստլայի բազարից առակ էցավ մեր Թակավորը հայկական չերերը կել էր։ Ստեղ մի նախադասություն, այսինքն 2-3 բառ հնչեցին, որոնք որ իդեալական ավարտ կլինեն այսօրվա հաղորդման։ Մենք ունենք շատ հակասություններ իրար հետ եւ տարաձայնություններ քաղաքական, բայց մենք հայեր ենք եւ իրար սիրում ենք եւ հարգում ենք դրա համար։ Ասեմ ավելին մենք ընկերներ ենք ու երբեք ոչ մի քաղաքական Մենք յուրաքանչյուրս կարող ենք ունենալ տարակուսություններ։ Մենք յուրաքանչյուրս կարող ենք ինչ որ կերպ
տարբեր լինենք մեր կյանքում։ Մեկը կարող է Խաչատուր Աբովյան սիրի, մեկը կարող է Վահան Տերյան սիրի, մեկը Բարսելոնա, մեկը Արսենալ, մեկը Ատլետիկո Մադրիդ, մյուսը Մալմո, բայց մենք բոլորս հայ ենք եւ կարծեմ թե սա է ամենակարևորը։ Եկեք սիրենք իրար, եկեք հարգենք իրար եւ կարողանանք իրար ասելուց առաջ հաստատ համոզված լինենք, որ մեզ լսում են։ Что где когда ամենակարևորը հարց լսելն է։ Եթե դու հարցը չես լսի, դու չես կարող պատասխանես այդ հարցին։ Եկեք այդ ունակությունները մեր մեջ դաստիարակենք, լսենք, հետո նոր խոսենք։ Երբ որ նայում ենք մեր վրա, չէ՞, ասենք հայերի, մենք բոլորս Շվեդիա կլինի, Հայաստան, Իրան եւ այլն, գալիս է մի կետ, երբ որ անհավանական սիտուացիաներ են տեղի ունենում եւ ամենաանհավանականը գիտես որն է։ Արինը գիտես ինչ է լսում։ Վիկտոր Ցոյ ու Տիգրան Ժամկոչյան։ Բա ոչ միաժամանակ։ Այսպիսին էր Արման Աբովյանի երեկոն շանթում։ Մնացեք մեզ հետ, սիրեք իրար։ Ցե։ Zero. Zero.